Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային վերլուծական հաղորդումն, այն կոչվում է Status Quo, քննարկում ենք տարբեր ըստիս խորքային եւ մարտահրավերային, այսպես ասած, հարցեր։ Այսօր էլ բացառություն չենք անելու, հրավիրել ենք Հայաքվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին, պարոն Չալաբյան, ողջունում եմ ձեզ։ Բայց այնքան թեմաներ կար խոսելու, որ փորձում եմ հասկանալ, թե որից սկսենք, որից ավարտենք։ Սկսենք ամենակարևորից։ Սկսենք ամենակարևորից, կարծեք թե Իրանը ռմբակոծել է Նախիջևանի օդակայանը, բայց իրենք հերքեցին, որ իրենք են եղել դա։ Միևնույն է Ալիևը սպառնաց, որ ասաց, որ մենք նաև ցույց տվեցինք նկատի ուներ Հայաստանին, թե մեզ հետ նման ձևով վարվել ինչ ավարտ է ունենում, դա իրենց երկաթյա բռունցքն է, այսպես ասած։ Հիմա հասկանանք, սա ինչ է նշանակում եւ արդյոք Իրանը ըստ ձեզ կգնար նման քայլի, սա սադրանք է Իրանի նկատմամբ, որը նաեւ բնականաբար շատ վատ հետևանքներ է ունենալու նաեւ մեր տած, արդեն մեզ մոտ է հասեկրակը, հիմա արդեն նաեւ շատ ավելի մոտ։ Տեսեք, եկեք մի քանի սցենար դիտարկենք, քանի որ այս պահի դրությամբ տեղեկատվությունը սակավ է, հա, եւ նաեւ իրարամերժ, ասենք օրինակ Ադրբեջանը մեղադրում է Իրանին, Իրանի պետական մարմինները ըստ էության հրաժարվում են, հերքում են իրենց մասնակցությունը, պնդում են, որ դա Իսրայելի կողմից է արված, եւ կներեք, ոչ ես, ոչ դուք չգիտենք հիմա իրականությունը որն է։ Բնականաբար, բայց ուղղակի շեշտեմ, որ եւ Ադրբեջանի նախագահը եւ պաշտպանության նախարարը կոնկրետ նորից շարունակում են համարել պատճառը, այսինքն թիրախը։ Եկեք հասկանանք, որ դեպքում ինչ կարող է տեղ ունենալ, հա։ Ես դիտարկում եմ 3 հնարավոր սցենար։ Սցենար 1, այո, դա Իրանի կողմից գիտակցված քայլ է, որը իր պատճառաբանությունն ունի։ Իր պատճառաբանությունը ամեն հավանականությամբ կանոնում է նրանով, որ Ադրբեջանը բավական ընդգծված կերպով իր տարածքը սկսել է տրամադրել Իրանի նկատմամբ հարձակումներ գործելու համար։ Մենք ուշադրություն գուցե դրան չենք դարձել, զուգահեռ տեղեկատվություն է ստացվել, որ Իրանի հյուսիսում խոցվել է F-15 կործանիչ, իսկ Իրանի հյուսիսում, Թեհրանից հյուսիս գտնվող լեռներում նա կարող էր հայտնվել միայն Ադրբեջանի կողմից գալու դեպքում։ Այդպես էլ սկզբում լուրը այդպես էլ գնաց։ Այո։ Որ դա ի պատասխան դրա է։ Այո, այսինքն մի տարբերակը դրանում է, որ Իրանը շատ լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ Ադրբեջանը իր տարածքը սկսել է տրամադրել իր նկատմամբ հարձակումներ գործելու համար, գուցե ինքն անմիջապես չի մասնակցում այդ հարձակումներին, բայց տարածք օգտագործում է, ուստի որոշակի, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ, դա մի տարբերակն է։ Տարբերակ երկրորդը հետևյալն է, մենք գիտենք, որ Իրանում հատուկ համակարգային է կառուցված, երբ որ տեղերում յուրաքանչյուր զորամիավորման հրամանատար ըստ էության ունի ինքնավարության բարձր աստիճան, ինչի, որովհետև Իրանը գիտի, որ ամենայն հավանականությամբ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները անդադ թիրախավորել են իր բարձրագույն ռազմական ղեկավարությանը, եւ որպեսզի համակարգը չկազմալուծվի, ըստ էության հնարավորություն է տրվել տենց հորիզոնական մակարդակով զորամիավորումների ղեկավարներին կամ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ինքնուրույն որոշումներ ընդունել։ Սա կարող է այդպեսի ինքնուրույն որոշում լինի, դա չի բացառվում։ Եվ երրորդ տարբերակը հասկանում ենք, որ Իրաքի, Սիրիայի տարածքում գոյություն ունեն եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ստորաբաժանումներ, այնտեղից, ասենք դա մի 1000 կիլոմետր ընդամենը, 1000 կիլոմետր դրոն արձակել ռազմական եւ խոցել ինչ-որ օբյեկտ Նախիջևանի տարածքում, այդքան մեծ բարդություն չի։ Ադրբեջանը դա բարդ չի լինելու, պարզել, որովհետեւ բնականաբար չի ոչնչացվել այնտեղ կտեսնեն թե դա ինչ։ Բաներ կան, այսպես չէ, բայց այդտեղ նաեւ նույնիսկ կարող է իրանյան դրոն լինի։ Իրանյան դրոն լինի, որը ուղարկածինի։ Որը ուղարկածորոշի կողմից, ասենք, պատկերացեք իրանյան դրոնա, որը թռել է, չի պայթել, իջեցվել է, հսկայական քանակությամբ դրոններ, որոնք ուղարկվում են մարտական առաջադրանքին, նրանք պարզապես տեղ չեն հայտնվում։ Մի մասը խոցվում է, իսկ մյուս մասը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով նաև իջեցվում է։ Եվ դրանից հետո, ասենք, թե վերանորոգումից բանից հետո նա կարող է օգտագործվել։ Այդ ամեն ինչը հնարավոր չի բացառել, ուստի գոյություն ունի, սկսենք դրա համար այդ 3 սցենարը, ոնց ամեն մեկն էլ հավանական է, եւ այս բանը ուզում կրկնեմ, մենք չգիտենք այդ սցենարներից որն է ճիշտ, եւ ամենայն դեպս Ադրբեջանը որևէ պատասխան գործողություն դեռևս չի իրականացրել, այլ պահանջել է պարզաբանումներ Իրանի պարզաբանումներ առաջին հերթին եւ բնականաբար եթե դրանից ներողություն է հետևում, նաեւ ներողություն Իրանի պաշտոնատար անձանցից։ Հիմա դրա համար պետք է ըստ էության սպասել տեսնել որ տարբերակն է աշխատում, հա։ Բայց դիցուկ ենթադրենք, որ այո, իսկապես դա Իրանի կողմից եղել է
կանխամտածված, մտադրված հարված, հա, ինչա դա ենթադրում այդ դեպքում, հա, որտեղ վերցնում ենք ամենավատ սցենարը հնարավոր։ Եթե դա պարզվի, որ ընդհանրապես սադրանք էր երրորդ կողմի կողմից, գուցե ինչ-որ չափով, այսպես ասած, ինցիդենտը ինքն իրեն սպառի եւ որևէ զարգացում չունենա։ Բայց տեսնենք ամենավատ տարբերակ։ Ամենավատ տարբերակը կարող է իսկապես Իրանի եւ Ադրբեջանի միջև լարվածությունը կտրուկ աճի, եւ այստեղ այնպես չի, որ քանի որ Իրանը Ադրբեջանից 10 անգամ մեծ բնակչություն ունի եւ 10 անգամ մեծ բանակ, ապա անվերապահ բոլոր խաղակարտերը իր օգտին են, որովհետեւ Ադրբեջանն էլ իր խաղակարտեր ունի։ Ադրբեջանը ունի իր տարածքը, որը կարող է տրամադրել օրինակ իսրայելյան ստորաբաժանումներին Իրանի նկատմամբ անմիջական հարձակումներ գործելու համար։ Ադրբեջանը հնարավորություն ունի ըստ էության խժդժություններ հրավիրել Իրանի հյուսիսում, որտեղ մշտապես կան պանթուրքական, պրո-ադրբեջանական որոշակի խմբավորումներ, հա, ինչպես հիմա քրդերի մասին է խոսվում, նույնն էլ կարող է թուրքալեզու իրանական բնակչության շրջանում որոշակի բան տեղի ունենա։ Չեմ խոսում, որ նաև իր սեփական բանակը կարող է օգտագործել։ Դրա հավանականությունը ավելի քիչ է, որովհետև հասկանալ է, որ ադրբեջանական բանակի կարողությունները սահմանափակ են, բայց պետք է հասկանալ, որ իրանյան բանակը հիմա չի հնարավորություն չունի միայն Ադրբեջանի դեմ մարտնչելու։ Նրա ուժերն էլ ըստ էության ձգված են շատ երկար։ Կարծեք թե հենց դա է, հա, ոնց որ սցենարը Ադրբեջանի ներքաշել եւ թուլացել Ադրբեջանը։ Ադրբեջանի ներքաշել, քրդերի ներքաշել Իրաքից եւ Սիրիայից, հա, տեսականորեն բելուժներին ներքաշել դրա դեմ եւ այլն։ Պետք է հիշել, որ Իրանը սպეციფიկ երկիր է, այդ տարբերությունը մեզ մենք այդ խնդրին դեռևս երբեք չենք բախվում ու Աստված երբեք չբախվենք, հա, բայց մենք 98%-ով հայկական բնակչության մոնոթիկ դեռ հուսով եմ, որ կարծեք այդ տենդենսն էլ կա Հայաստանում։ Հուսով եմ, որ միշտ բնականաբար փորձում են այս վարչախմբի ձեռքով դա փոխել, հասկանալի է, բայց հուսով եմ, որ միշտ։ Բայց Իրանի դեպքում պետք է հասկանալ, որ Իրանում նախ բազմաթիվ ազգեր եւ ժողովուրդներ են ապրում եւ այսպես ասած տիտղոսային ազգը, պարսիկները բնակչության մոտավորապես կեսն են կազմում, գուցե նույնիսկ մի քիչ քիչ։ Եկեք դե վերադառնանք մեզ մոտ, հասկանանք Հայաստանի արձագանքը այս ամեն ինչին, բացի եգիպտացորեն եւ կարկանդակ ուտելը, դրա արանքում ինչ-որ մի բան տեսնում եք։ Տեսեք, նախ սկսենք հետեւյալից, հա։ Այս իրավիճակում բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ դիվանագիտական, ռազմական, հումանիտար։ Հումանիտար պարզ խնդիրներից մեկը, օրինակ, այն էր, ինչ տեղի ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում, երբ որտեղ մշտապես բավական հոցաթիվ հայություն կա։ Մի մասը այնտեղ բնակվում է, մի մասը զբոսաշրջիկներ է եւ մանավանդ հիմա այսպես կոչված տուրիստական սեզոնը այնտեղ, որտեղ տարբերությունները այնտեղ տաք է, ծովը արդեն լողանալու է եւ այլն եւ մեծ թվով մարդիկ կան այնտեղ։ Մի խնդիր օրինակ այնտեղից էվակուացիան էր։ Հիմա նոր է պարզվել, օրինակ էվակուացիայի համար օգտագործվել է ֆլայվանը, որը պատկանում է ԿՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյան եւ բազմով տոմսը եղել է մոտավորապես $500,000 դրամ։ Հիմա որ $1,000-ից է սկսվում։ Աջան 1000-1500։ Այո, մոտավորապես $500,000։ Որում առանց բեռ։ Հիմա հարց է առաջանում։ Արդյոք այն իրավիճակներ, որում ենթադրենք պետությունը պետք է հնարավորություն տա իր հետ անմիջապես առնչվող մի որևէ բիզնեսմենի գերշահույթներ աշխատելու։ Արդյոք էս այդ իրավիճակներ։ Բնականաբար ոչ։ Եվ ես կարծում եմ, այստեղ արդեն մենք տեսնում ենք առաջի ձախողումը։ Երկրորդը, շատ լավ ես հիշում եմ, որ շաբաթ օրը սպանվեց Իրանի երկարամյա հոգևոր գրագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Կիրակի օրը այդ տեղեկատվությունը հասանելի դարձավ, որտեղ մոտավորապես 1 օր Իրանի պաշտոնական մարմինները դրա մասին դեռևս չէին խոսում, հետո հաստատեցին այդ լուրը։ Օրինակ եւ մեր կառույցը Հայակվեն եւ ես անձամբ միանգամից ցավակցություններ հայտնեցինք, հասկանալով, որ ի վերջո խոսքը գնում է մեր հարևան խոշոր պետության մասին, որի հետ նաեւ բազմաթիվ եւ գործնական եւ բարեկամական հարաբերություններ կան, որում մեծ հայկական համայնք կա, որում իդեպ հայկական համայնքը բավական արտոնյալ դիրքեր է գրավում, ունի падգամավորներ, ունի կրոնամշակութային որոշակի ինքնավարություն եւ այլն, հա։ Եվ բնականաբար շատ տեղին է այդ ցավակցությունը, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում կոնկրետ վարչախմբի, ենթադրենք քաղաքական կուրսին, գործունեությանը եւ այլն։ Հիմա մեր իշխանությունները 2 օր, այսպես ասած, բերաները ջուր էին վերցրել եւ ոչ մի բան չէին անում։ Եվ փորձում էին կողմնորոշվել ըստ էության ինչ տեղի կունենա, Իրանում վարչախումբը կդիմանա թե չէ, որը իմ կարծիքով անթույլատրելի է, որովհետեւ սա հումանիտար խնդիր է, սա ըստ էության նաեւ որոշակի արժե համակարգային խնդիր է։ Եթե դուք մշտապես խոսում եք նրա մասին, որ Իրանը մեր համար բարեկամական պետություն է։ Ավելին ձեզ ասեմ, ռազմական գործողությունների տարածության 2-3 օր առաջ այնտեղ է գտնվել
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը։ Իսկ խոսքը գնում է գործընկեր պետության մասին, եթե գործընկեր պետությունն է, դուք պետք է առաջի արձագանքը տաք արժի համակարգային տիրույթում։ Պարտադիր չի, որ մենք աջակցենք Իրանին, օրինակ Միացյալ Նահանգների դեմ իր դիմակայության մեջ, եւ չենք էլ աջակցում եւ ամենաճիշտը մեր տեսանկյունից այստեղ դրական չեզոքություն պահպանելն է։ Մենք այս պատերազմում կողջ չպետք է դառնանք։ Սա ողբերգություն հաստատության, որ տեղի ունենում, մենք նախկինը մարդ ենք ունեցել դրա մասին խոսել եւ ես ասեմ, երբ որ մեր տարբեր գործընկերներ իրար հետ բախվում են, դա մեր հայերիս համար ողբերգություն է։ Հերթական ողբերգության ակտն է տեղի ունենում մեր աչքի առաջ։ Մեր շահն է բնականաբար, որպեսզի խաղաղությունը օր առաջ շուտ վերահաստատվի։ Այո, իհարկե։ Հասկանալի է, հա, դրա համար մեզ կողմ պետք չի վերցնել, բայց պարզ ցավակցությունը, ասենք, շատ տեղին կլներ, հետո ուշացումով դա տեղի ունեցավ, այսօր մենք նաև գնացել ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն, ցավակցական մայրցանում մեր գրառումը կատարելու եւ գոհունակությամբ ուզում եմ արձանագրել նաեւ, որ Հայաստանի քաղաքական սպեկտրի տարբեր խաղացողներ, այո, հերթով այցելում են եւ ոչ միայն նրանք, որոնք համարվում են, այսպես ասած, հակարևմտամետ, չէ, չեզոք, նույնիսկ արևմտամետ ուժեր մեր գնալուց առաջ այնտեղ հակներ ներկայացված եկել են։ Եվ դա իսկապես հավուր պատշաճի ճիշտ գործողություն է, գալ ցավակցությունը հայտնել հարևան բարեկամական պետության ղեկավարության վախճանի հետ կապված։ Հիմա մի քիչ էլ գանք դեպի մեր խառներին, ոչխարներին, Փաշինյանը այդ խաղաղությունը անընդհատ վաճառում է որպես ձեռքբերում եւ դա անընդհատ ուզում է մեզ ներկայացնել որպես իր ամենամեծ խաղաքարտը, հաղթաթուղթը, այսպես ասած, ընտրություններից առաջ։ Դուք ակտիվորեն մասնակցել եւ մասնակցելու եք ընտրություններին, միացակ կամ ինչպես է կոչվում այդ գործողությունը, որ դուք այցեք միասնության թևերի համագործակցության հուշագիր ստորագրեցիք, ինչը նշանակում է, որ երևի միասնական ցուցակով եք գնալու ենթադրաբար եւ որոնք են լինելու ձեր խաղաթղթերը, հաղթաթղթերը այս իշխանության, այս բավականին, ես պիտի ասեմ, համենայն դեպս իրենք կարողանում են դեռևս վաճառել այս խաղաղություն են իրենք բերել, իրենք նույնիսկ ցինիզմով են, իրենք նույնիսկ մարջ են գալիս, որ իրենք հաղթելու են, որը շատ մեծ իհարկե մտահոգությունների եւ կասկածների տեղիք է տալիս։ Դուք ինչպես եք դիմագրավելու։ Տեսեք, ինձ թվում է, որ մենք արդեն երրորդ անգամ ենք այս թեման քննարկում ձեր հետ։ Բայց քանի որ այդ հարցը բարձրացնում եք, մի անգամ էլ մեր դիրքորոշումը կրկին վերահաստատենք, հա, մեր դիրքորոշումը հետեւյալն է։ Թույլերին խաղաղություն չի տրվում։ Եթե նույնիսկ ժամանակավոր տրվում է, ապա նրանց գոնությունը բթացնելու եւ նրանց հերթական զոհաբերություններին պատրաստելու համար։ Խաղաղությունը տրվում է միայն ուժերներին։ Եվ եթե դուք ուզում եք երկարաժամկետ խաղաղություն նվաճեք, ապա պետք է հենվեք սեփական ուժի վրա։ Այդ սեփական ուժի մաս են նաեւ դաշնակցային հարաբերությունները բնականաբար, բայց առաջին հերթին դա սեփական կարողություններն են։ Հիմա տեսեք, օրինակ, եթե որպես օրինակ վերցնենք հենց Միացյալ Նահանգների Իսրայելի մի կողմից եւ մյուս կողմից Իրանի միջև ծավալվող հակամարտությունը։ Մենք հասկանում ենք, որ այդ հակամարտությունը դարձել է բարձր տեխնոլոգիական հակամարտություն։ Առաջի դեպքերից մեկն է, իմիջիայլոց ոչ միայն հիմիկվա պատերազմական գործողություններ, այլև նախորդ տարի տեղի ունեցած պատերազմական գործողությունները։ Երբ որ ըստ էության ցամաքային բանակների միջև անմիջական շփում, կոնտակտ չկա։ Իրար հետ կռվում են ավիացիան, հոպը եւ հրթիռային ուժերը, այսինքն երկու կողմերի բարձր տեխնոլոգիական կարողությունները եւ իդեպ շատ լուրջ մասնակցությունա դրա մեջ, այսպես կոչված էլեկտրոնային պատերազմի միջոցները, կիբերանվտանգային միջոցները, ռադիոէլեկտրոնային եւ այլն։ Կրկնում ոչ թե նրա համար, որ ես չգիտեմ, ձեր դիրքորոշումը, այլ որպեսզի մեկ անգամ եւս փորձենք ապագա ընտրողներին բացատրել, թե ինչ է Փաշինյանի բերած խաղաղությունը եւ իրական խաղաղության տարբերությունը եւ ինչպես եք դուք հակադրվելու դրան։ Բայց ես ինձ թվում է այս դա է ասում։ Դուք մի քիչ շատ եք փորձում ավելի Չէ, տեսեք, Գեորգ ջան, եթե թույլ տաք միտքս մասնագիտական, ես շատ կարևոր բան եք ասում, կուզեմ մի փոքր ավելի հանրային դաշտ վերադառնանք ավելի པարզ է։ Տեսեք, բայց միտքս պետքա բոլորովին։ Այսինքն իրականում խաղաղությունը կա, ուղղակի մենք այլ կերպ ենք տեսնում, իրենք այլ կերպ, թե այդ խաղաղությունը պայմանական է շատ եւ ժամանակավոր։ Խաղաղությունը պայմանական է եւ ժամանակավոր, Ադրբեջանը նախապատրաստվում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար, չի էլ թաքցնում դա, բարբերաբար դրա մասին խոսվում է, օրինակ հայտարարում են, որ
Արցախի ղեկավարությունը նացիստներից էլ վատն են եւ դրանց դատապարտում են Հայաստանը ինչու՞ միայն Արցախը։ Դե բնականաբար նրանց դատապարտում են ցմա դատավճիռներով, հա, որը Հայաստան ուրախանում են միջազգ դրա համար։ Ոմանք, հոսով են ոչ շատերը, բայց ցմա դատավճիռների են դատապարտում, բայց ամենակարևորը դատապարտում են Հայաստանը ըստ էության դրանով։ Հայտարարելով Հայաստանը նացիստական պետություն, հա, եւ դրանով հող նախապատրաստելով։ Խոսելով արևմտյան Ադրբեջանի մասին, դիրքավորվելով մեր լեռներում հայ-ադրբեջանական պայմանական սահմանից ներս մեր տարածքի խորհրդության մեջ, ոչնչացնելով Արցախը եւ այլն, այսինքն հասկանալի է, որ այդ ամեն ինչը նոր պատերազմի նախակարապետ է։ Նոր պատերազմը կարելի է կանխել միայն մեկ ձևով՝ ուժեղ լինելով։ Եթե որևէ մեկը ունի այլ բանաձև, թող այդ բանաձևը հիմնավորի։ Թող այդ բանաձևը հիմնավորի, դրա տակ արյունով ստորագրի ու հետո չասի, որ գիտեք ինչ, ես այն ժամանակ մի բան էի ասում, հիմա ուրիշ բան եմ ասում։ Փաշինյանը անընդհատ այդ տրյուկն է անում։ Ինքը ասում է, ես այն ժամանակ այլ կերպ էի մտածում, հիմա ուրիշ կերպ եմ մտածում, որտեղ ես հասունացել ու խելոքացել եմ։ Դու չես հասունացել ու խելոքացել։ Դու պարզապես ստախոս ես։ Դու այն ժամանակ խափում էիր, հիմա էլ ես խափում ու հետո էլ ես խափելու, որովհետև քո նպատակը ըստ էության եւ քո տերերի նպատակը Հայաստանը քարտեզից վերացնելն է։ Եթե մենք չենք ուզում, որ Հայաստանը քարտեզից վերանա, Հայաստանը պետք է ուժեղ լինի։ Եվ ուժը մեր ներսում առաջին հերթին մենք պետք է կենտրոնանանք այդ ուժը անընդհատ կուտակելու, ավելացնելու վրա եւ դրա միջոցները բավական հասկանալի են եւ բավական պարզ են ինչա պետք է անել։ Դու պետք է մեծացնես ռազմական ծախսերը, դու ռազմական ծախսերը պետք է օգտագործես սեփական բանակը վերազինելու համար, դու պետք է ռազմական ծախսերը օգտագործես իր ենթակառուցվածքը ուժեղացնելու համար, դու դա պետք է օգտագործես ռազմաարդյունաբերությունը ուժեղացնելու համար եւ այդ ամեն ինչի հիման վրա նաեւ դու պետք է կարողանաս ուժեղացնել քո դաշնակցային հարաբերությունները, որովհետեւ դաշնակցային հարաբերությունները անկախ նրանից թե մենք ինչ ենք համարում, միշտ երկկողմանի են։ Հայաստանը դաշնակից չունի։ Այո, հենց շատ կարևոր դիտարկում եք անում, որ այս պայմաններում այո Հայաստանը դաշնակից չունի եւ Հայաստանը պետք է անպայման ունենա դաշնակցային հարաբերություններ, որովհետեւ այն պայմաններում, երբ որ մենք ունենք տարածաշրջանը այսպես քլքլթացող կացայպես, եթե դու առանց դաշնակցի ես, շատ մեծ հավանականությամբ վաղ-թե ուշ քո վրայով կանցնես խորշակը։ Դու պետք է կարող է լինել Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ով։ Իրանը։ Բարդ հարց եք ասում եւ դա ինչ որ իմաստով դիլեմա է Հայաստանի համար, բայց ես կարծում եմ, որ այդ ընտրությունը պետք է տեղ ունենա, մոռացակ Ռուսաստանի Դաշնությունը։ Դե Ռուսաստանը ֆորմալ առումով արդեն հանդիսանում է, դա մեջ չշատակեցի Ռուսաստանը։ Հա, բայց տեսեք ինչու է խնդիրը։ Ֆորմալ իմաստով Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում մեր դաշնակիցը, բայց մեր դաշնակցային հարաբերությունը ըստ էության արկախված վիճակում են։ Արկախված վիճակում են եւ այդպես չի կարող շարունակվել։ Մենք պետք է վերականգնենք մեր հարաբերությունը Ռուսաստանի Դաշնության հետ, կամ պետք է ունենանք այլ ռազմավարական դաշնակից։ Դա կլինի Եվրամիությունը, թե Միացյալ Նահանգները, դա այլ հարց է, բայց անընդհատ լինել այս վիճակում, երբ որ դու չունես դաշնակցային հարաբերություններ, մեղմ ասած, եւ որևէ ուժի կենտրոն քո համար երաշխիքներ չի վերցնել։ Ով պիտի իր վրա վերցնի պարտավորություններ անվտանգության երաշխավորման։ Հա, կարող են լինել, ասենք թե ենթադրենք տնտեսական գործընկեր, ինչ որ առումով նաեւ անվտանգային հարցում առևտուր, ռազմաարդյունաբերություն եւ այլն, բայց որպես երաշխիքներ դու ինչու պիտի իրենք մեծ երաշխիքներ։ Ես ես ասի, որովհետեւ պետք է կարևորեն մեր գոյությունը այստեղ։ Այդ մենք հիմա տեսեք։ Չէ, ներողություն, դա այդպես չի։ Դա բնականաբար այդպես չի։ Մենք մեզ համար կարևորեցինք, ուրիշները չկարևորեցին։ Չէ, մենք, հա, եթե դուք ասում եք, որ մենք մեր համար պետք է կարևորենք, իհարկե մենք մեր գոյությունը այստեղ պետք է կարևորենք։ Այո, համաձայն եմ ձեր հետ, իհարկե դրանից է սկսվում, որ մենք մեր գոյությունը այս տարածաշրջանում պետք է կարևորենք, հասկանանք ինչ ռազմավարական դիրք ենք մենք գրավում այս տարածաշրջանում, ինչու՞մ է այս աշխարհագրական դիրքի կարևորությունը, ինչու՞մ է այդ կարևորությունը, որ այս աշխարհագրության մեջ հայեր են ապրում, ոչ թե պարզապես ինչ որ մեկը, հա, ինչու՞մ է կարևորությունը մենք ենք ապրում, հենց մենք ենք ապրում, ինչու՞մ է մեր արժեքը ուրիշների աշկերտում եւ այլն։ Այս իշխանությունը իր գոյության բոլոր տարիների ընթացքում, բայց մանավանդ 44-օրյա պատերազմից հետո շարունակաբար այդ կարևորությունը արժեզրկել է։ Մենք հիմա ոչ մեկի դաշնակիցը չենք ի թիվս այլոց, որովհետև ոչ մեկ չի համարում, որ հայերի պետք է դաշնակից լինել, որովհետև հայերից ինքը չի տեսնում որևէ ուժի դրսևորում, որևէ արժանապատվության դրսևորում, որևէ ինքնուրույն քայլեր։ Բայց կա թրիփը ասում են։ Թրիփը, որը իբր թե Հայաստանի կշիռը բարձրացնում է կամ կբարձրացնի։ Ես անկեղծ ասած չեմ պատկերացնում ներկա իր ձևով թրիփը ոնց կարող է մեր կշիռը բարձրացնել, եթե թրիփը եւս մեկ արտաքին նախագիծ է։ Թրիփի տերը, այսպես ասած, Հայաստանը չի։ Դուք հասկանում եք, չէ՞ դա։ Թրիփի տերը Հայաստանը չի։
Ես ավելի այսպես արմատական վերաբերմունք ունեմ այդ ամբողջ պատմությանը։ Տրիպիտերը Հայաստանը չէ, եթե տրիպիտերը Հայաստանը լիներ, այսինքն ինքը վերահսկեր իր տարածքով անցնող տրանզիտային ուղիները եւ այլն, իհարկե դա մեր կշիռը կարող է արհեստական բանականություն եւ արհեստական բանականությունը հայ արհեստական բանականություն է։ Դա համար իրանք մտածում են, որ դա մերը կլինի։ Ֆունդամենտալ իմաստով մենք պետք է հասկանանք արկա ձևով տրիպը ոչ միայն մեզ չուժեղացնում, ըստ էության թույլատնում է, ինչու, որովհետև մեր կարևորագույն ռազմավարական ռեսուրսներից մեկը ըստ էության շատ էժան գնով սկուտերի վրա մատուցում է մեր ադրբեջանական տեսակետ հնդկեցնեմ։ Ադրբեջանական տեսակետով ստացվում է, որ տրիպը ոչ թե էժան է, այլ նվեր է Ադրբեջանի կողմից Հայաստանին իսպառ չոչնչացման փոխարեն։ Հետևաբար նույնիսկ յանք ասում են դուք պիտի շնորհակալ լինեք, որ մենք դες թույլ ենք տալիս այս ձևով ավարտուն են բերել։ Տեսեք, դուք ոնց որ եւս մեկ անգամ վերահաստատեցիք իմ նախորդ միտքը։ Իմ նախորդ միտքը հետեւյալն է. դու կարող ես խուսափել պատերազմներից եւ դու կարող ես ինքնիշխան լինել, եթե դու ուժեղ ես։ Որովհետեւ ըստ էության որն է Ադրբեջանի, այսպես ասած, հիմնավորումը, հա։ Ադրբեջանը ասում է, այո, տրիպը իմ կողմից մեծ փողզիչում է, որովհետեւ այլապես ես ուղղակի կմտնեի եւ կօկուպացնեի Սյունիք, հա, որը միջազգային իրավունքի տեսանկյունից խայտարակ ակտ է։ Բայց Ադրբեջանը նաեւ հետեւյալն է ասում եւ իմիջացին այս բռնապետը բազմից է դալ կրկնել, ինքը ասում է միջազգային իրավունք այլևս չի գործում։ Ճիշտ է։ Գործում է ուժի իրավունք։ Ճիշտ է։ Ճիշտ ասում, չէ՞, համաձայն եք։ Դա նշանակում է պետք է ուժեղ լինես։ Շատ ճիշտ է։ 100 տարի ենք դա ասում։ Չէ, եկանք մեր տրամաբանական։ Քանի օքյա վիճել մեզ հետ դրա համար։ Եկանք մեր տրամաբանականի, ուրեմն պետք է ուժեղ լինես, որովհետեւ չի լինում, դե ծույլ են, չեն ուզում այս մարդիկ ուժեղանալ։ Չեն ուզում, այս մարդիկ չեն ուզում։ Բոլորը հիմնական մեծ մասը չի ուզում ուժեղանալ։ Չեն ուզում մատը խփեն, ուզում են չէ մեկը գա իրանց փոխարեն այս հարցերը լուծի։ Գեորգ ջան, տեսեք, մեր ժողովրդի ինչ որ մի մասի մեջ, այո, ուսանողներից սկսած վերջացած պաշտոնյաները բոլորը ալարում են մի բան անել։ Այդպիսին ենք, հիմա էսա մեր, ես չեմ ասի մեր պատկերը, որտեղ բոլորը չեն այդպիսին, բայց շատերը այդպիսին են։ Սկսած ուսանողից վերջացած մեծ պաշտոնյաներով նույն տառապում են ծուլությամբ, չեն ուզում մատին խփել։ Տեսեք, ես այսպես ասեմ ձեզ, ես համաձայն չեմ, որ նույնիսկ մեծամասնությունը այդպիսին, այո, այդպիսի մտայնություն կա, այդպիսի մտայնությունը փակուղային մտայնություն է։ Եթե մեր ժողովուրդը ամբողջապես այդպես մտածի, նա իրան կդատապարտի նոր ցեղասպանություն։ Չալաբան, ես չեմ մտածում, ես արձանագրում եմ փաստը, ես չեմ ասում, ես այդպես եմ մտա։ Մարդիկ չեն ուզում աշխատել, չեն ուզում փոխել։ 30 տարի առաջ ինչ եղել է, համարյա նույն բաները շարունակում է։ Շատ քիչ ոլորտներում ենք մենք տեսնում, որ լրջագույն առաջընթաց ունենանք։ Դա ով որտեղից է գալիս։ Մեր տունը մենք չենք սարքում, ով է մեղավոր։ Անկեղծ ասած, ես ձեր հետ այդքան էլ համաձայն չեմ եւ փորձեմ նաեւ հիմնավորել, որպեսզի դա մեր միջև պարզապես այսպես ասած ճաշակի բան չլինի, հա, եւ ընկալումների։ Տեսեք, Հայաստանում խնդիրը ավելի շուտ իշխանության հետ է կապված, ոչ թե ընդհանուր առմամբ ժողովրդի եւ էլիտաների հետ է կապված։ Երբ որ մարդիկ իրանք ինքնակազմակերպվում են, օրինակ, բիզնեսի շրջանակներում, որը ավելի կոմպակտ, հա, որպես այդպեսին կառույցներ են, եւ ունեն նորմալ առաջնորդություն, ֆանտաստիկ հաջողություններ են հասնում։ Ֆանտաստիկ Հայաստանում կան բիզնեսներ, որոնք չեք երկույն մասը։ Հաջան, դուք նույն բանն եք ասում, որ մարդիկ կան, որոնք անում են, մարդիկ էլ կան, որոնք չեն անում։ Լավ, հիմա դրա համար էլ արդյունքում մենք տեսնում ենք չարածը ինչքան շատ է, ոչ թե չկան ընդհանրապես անողներ։ Շատ լավ, հիմա ինչու՞մ է լուծումը, մեր տեսանկյունից ինչու՞մ է լուծումը։ Լուծումը նրանում է, որ այն մարդիկ, որոնք նախանձախնդիր են, աշխատասեր են, ռազմավար են, ռազմավարական մտածողություն ունեն, տեսնում են հերուն, այդ մարդիկ կարողանան միավորեն իրենց ուժերը, երկրում իրենց վրա պատասխանատվություն վերցնեն։ Էլի չեք երկում ասացա։ Վերցնեն պատասխանատվություն։ Իհարկե ես համաձայն։ Եվ երկիրը տանեն առաջ։ Իհարկե, բայց հենց այդ խնդիրները լուծելու որոնք կան, որոնց արժե մենք կանգնած ենք եւ դուք փաստում եք այդ խնդիրները։ Հիմա տեսեք, ես ձեր փոխարեն հետեւյալ հարցը կտայի, որ ինչ որ իմաստով կա փակ շրջան։ Փակ շրջանը հետեւյալն է, որ որպեսզի այդ մարդիկ գան իրանց իշխանության իրանց պետք է ընտրեն, որպեսզի իրանց ընտրեն պետք է ձևավորվի մեծամասնություն, որ այդպես է մտածում, որպեսզի այդ մեծամասնությունը ձևավորվի, գործող իշխանությունը պետք է դադարեցնի իր քայքայիչ ռոպագանդան, որովհետև նաև այդ քայքայիչ ռոպագանդան է մարդկանց ծուլացնում, թևաթամբարում եւ այլն։ Այսինքն քարոշամեքենան ամենաուժեղն է աշխարհում։ Այո, հիմա ես կարծում եմ, որ մենք այս ընտրություններով ունենք շատ լավ շանս այդ փակ շրջանը ճեղքելու։ Ճեղքելու։ Եվ մենք այդ շանսից պետք է փորձենք օգտվել։
Դա արդեն իսկապես քաղաքական հայտարարություն եւ դիրքորոշում։ Մենք պետք է օգտվենք, մենք պետք է կարողանանք, այո, ես ձեր ասած ծուլության, ճորոմ մեծամտության, պարտվողականության, սեփական պարտությունը ձեռք բերում ներկայացնելու այս ամբողջ փակ շրջանը կոտրել։ Անպայման, եւ ես համաձայն եմ այս ընդհանուր կոնսենսուսային նոտայով, իրականում ես այնքան եմ համաձայն ձեզ հետ, ես փորձում եմ այդ տարբեր այսպես հերձվածները, որոնք կան, որոնք մտել են եւ որոնք դուրս չեն գալիս կամ դժվարությամբ են դուրս գալիս, մենք տեսնենք իրականությունը եւ այդ թիրախներին ճիշտ ձևով կարողանանք փորձենք նաեւ ձեր օգնությամբ բոլորիս։ Եղավ շնորհակալություն, պարոն Չալաբյան, շնորհակալություն նաեւ ձեզ բարեկամներ։ Մենք այսօր հյուրընկալեցինք Հայաքվեն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին, ձեզ հետ քաղաքագետ Գեորգ Մելիքյանն էր։ Հաջողություն ձեզ։